այն հին թուրքական անունները, որոնք մեր փոխել ենք, նրանք այդ ֆիքսում են այդ հին թուրքական անունները, ուրեմն դասագրքի մեջ։ Այսինքն վախվորիկները այսօրվա ասում են սահմանադրությունը պիտի փոխեք, որովհետև սահմանադրության մեջ ֆիքսած է, որ ոչ մեկ իրավունք չունի Արցախի հետ կապված փոփոխություն անի։ Պետք է փոխեք, որ Արցախը ձեր, ուրեմն տարածքը չի, ձեր հայրենիքը չէ։ Մարդիկ այստեղ մի հատ աղջիկ կար, անունը չեն տալիս, ուղղակի այդպես եմ ասում, բոլորը հասկանում են։ Երբ որ ասում էին, ուրեմն Արցախ, ինքը ասում էր Ղարաբաղ, Արցախի անունը վախենում էր տալ, որովհետև այնտեղ Ալիևները իրանց զգաստացնում են։ Ես զարմանում եմ, թե սրանց վախը ինչումն է կայանում, ինչի համար են սրանք այդպես վախենում, հավանական է գաղտնիքներ ունեն գումարային, որ Լուկաշենկոն լավ բարձրաձայնեց։ Վախենում են, որ նրանք րոպեն մեկ ասում են, գաղտնիքը կբացահայտենք ձեր ազգի, դրա համար գլուխները կախ, վախվորիկ ձևով, քայլվածքը ընտուփ հայկական չի, խոսքը հայկական չի, եւ չեն կարող տղամարդավարի, հայավարի, հայկյան ձևով, թորկոմի ձևով, վարդանի ձևով, ուրեմն ավարայրի ձևով պատասխանել սրանց, որովհետև վախ ունեն սրտերում, ասես ինչ են արել, ներկուստ, որ մենք տեղյակ չենք։ Եվ այս ամեն ինչը ես տեսնելով, ոչ տեսակ Գյումրու քաղաքապետի ընտրություններն է միայն, հիշեք, սա ՔՊ-ի ճախճախումն է հայրաքաղաքում, որ մենք բոլորս միասին պետք է կանգնենք հայրենիքի կողքին։ Եվ նամանավանդ, այն անտարբերները, որոնք իրենց համար նշանակություն չունի, թե հարևանի տունը կվարվի, կամ ասենք մեկը բղավում է օգտեսեք, կամ ասենք տարիքով մարդիկ ծերացած հգնում են գետին կողքից արականցնում են, նմանատիպ անտարբեր մարդիկ, հավատացեք դա, ուրեմն դավաճանից էլ վեր է, այսօր, այս շագադագրական պահին, ոչ ոք իրավունք չունի անտարբեր անցնելու, պետք է գնան ընդրական տեղամաս և իրենց հոգու խղճի խայտով գնան ընդրության, որովհետև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը և ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ամբողջ աշխարհի հայությունը սպասում է Գյումրիի ընտրություններին։